Հայ երգը նախագծի համերգը թատրոնի մեծ բեմում հոբելյանական էր, ազգային երգի տոն գյումրեցի հանդիսատեսի համար։ Հայկական ծիրանափողի դուդուկի վարպետ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանի ծննդյան 60-ամյակին նվիրված երեկոն լավագույն առիթն էր հանդիսատեսին պատմելու Դաբաղյան ավագի ստեղծագործական ուղու հայկական մշակույթում ներդրած վաստակի մասին։ Գևորգ Դաբաղյանին մենք ընկալում ենք որպես վարպետաց վարպետ, ինչպես Ալեքսանդրապոլյան համքարություններում էր, աշուղների, սազանդարների, նվագածուների, եւ նա շատ ու շատ կապված է մեր քաղաքի հետ, որովհետեւ յուրահատուկ ձևով իր մեջ կրում եւ շարունակում է այնպիսի համբավավոր դուդուկահարների ավանդույթներ, ինչպիսիք են Լևոն Մատոյանը, Կարո Չարչօղլյանը, Սերգեյ Զաքարյանը, Սերգեյ Սիմոնյանը, Վաչե Հովսեփյանը։ Եվ կարծում ենք, որ այս ավանդույթները իր արժանի հանգրվանը ունեն այսօր հանձին մեր վարպետ կատարողի, որովհետև նա դուդուկը հնչեցնում է անբասիր ամենամաքուր հնչյուններով։ Ժողովրդական նվագարանի մաքուր հնչյունները տարածվեցին դահլիճում, կյանքի մեծ մասը վարպետի համար հայկական մեղեդիներին նվիրվելու, գործում ավելի վարպետանալու տարիներ են եղել։ 10-ից 12 տարեկանից է նվագում, հազարավոր սրտեր է գերել, օտարերկրյա բազմաթիվ բեմերում եղել։ Հայկական ժողովրդական նվագարանն աշխարհին ճանաչելի է դարձել վարպետ դուդուկահարների շնորհիվ։ Դուդուկով է հնչել հայ միջնադարյան, գուսանական եւ հոգեվոր երաժշտությունը, որոնք տեղ են գտել նաեւ բազմաթիվ հայտնի ֆիլմերում։ Երաժշտագետ Հասմիկ Հարությունյանի համոզմամբ ժողովրդական արտիստի ձեռամբ հնագույն փողային երաժշտական գործիքը մեր ազգային դիմագիծն է դարձել։ Այդ է վկայում նրա բազմաթիվ համերգները աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Կարծիքներ, որոնք ուղղակի հորդում են եւ անբացատրելի զգացմունքների մասին են խոսում։ Ականավոր ռեժիսորներ, ինչպիսին էին, ասենք, Տավյանի եղբայրների արդյունքների ագարակը կամ Ատոմեգոյանի Արարատ ֆիլմը։ Իսկ նրա ամենամեծ, կարելի ասել, այսպես, նվիրումը եւ ձեռքբերումը իր մեծ ներդրումը դուդուկի կատարողական արվեստին եւ առհասարակ դուդուկ նվագարանին, դա կոմպոզիտոր Վաչե Հովեյանի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ դուդուկի պատվավոր տեղը ամրագրելն էր։ Մշակութային հարուստ ժառանգությունը հանրայնացնելու առաքելության օրինակ է նաև Գևորգ Դաբաղյանի համատեղ համերգները Գյումրիի ժողգործիկների պետական նվագախմբի հետ։ Ժողովրդական արտիստի համագործակցությունը եւ կապը նվագախմբի երաժիշտների հետ մեկ տասնամյակից ավելի պատմություն ունի, բայց ամեն անգամ Գյումրի գալիս հուզիչ ապրումներ է ունենում։ Գյումրին այն հողն է, որ ծնվել է մեծ արվեստագետներ, Շիրազ, Իսահակյան, Լևոն Մադոյան, Արաքսի Գյուլջատյան եւ շատերին, եւ այստեղ հանդիսատեսը շատ ավելի ջերմ է, շատ ավելի պատասխանատվության զգացումով ենք մենք նվագում եւ Գյումրի հանդիսատեսի էներգետիկ դաշտը փոխանցվում է մեզ։ Վարպետի հոբելյանական համերգը ծաղկեցնելու անմոռանալի պահեր պարգևելու պատիվն ուներ կրտսեր Դաբաղյանը։ Դուդուկի Գյումրիի ժողգործիկների նվագակցությամբ ժողովրդական եւ աշուղական երգերը հնչեցին Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ։ Հայ երգը նախագիծը գյումրեցիներին հնարավորություն տվեց վայելելու ժողովրդական երգիչի մաքուր կատարողական արվեստը։ Լավ է, որ այդ նախաձեռնությունը կա եւ առիթ կա մենակատար երգիչների համար ներկայանալու եւ պետք է ընտրվեն այնպիսի երգիչներ, ճիշտ կատարողներ, ովքեր որ հայ երգ անվան տակ չեն ներկայացնի ուրիշ երգ, այլ հենց կասվի հայ երգ եւ մարդիկ հանդիսատեսը կլսի հենց հայ երգ։ Շերամի, Սայաթ Նովայի եւ մյուս աշուղների սիրված ստեղծագործություններն էին նվիրում հանդիսատեսին ավագ ու կրտսեր Դաբաղյանները։ Գյումրիի ժողգործիկների նվագախումբը այս համատեղ կատարումների մշակութային կամուրջն է դարձել։ Սրանով նաև տպավորիչ պահեր պարգևեց լսելու Ղարաբաղի հորովելը։
Աշուղական երգի տոնը Դաբաղյանների եւ Գյումրիի ժողգործիկների մասնակցությամբ մեծ բեմում տևեց 3 ժամ։ Այն եղավ երգի ու ազգային նվագարանների հանդեպ ունեցած բացահայտ սիրո արտահայտումը, հերթական անգամ ավարտին հասցնելով հայ երգը նախագծի բուն առաքելությունը, որը ստանձնել է Գյումրիի ժողգործիկների պետական նվագախումբը։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։